Ժողովուրդ բարի լույս, այսօր սեպտեմբերի 26-ն ենք եւ ինչպես որ կանխատեսվում էր, Bitcoin-ն ընկավ հասավ այն կետին, որտեղ որ ես ասում եի պետքա որ հասնի ու լավ էլ հասել է, հələ մի բան էլ տենց հիմա մի քիչ տատանվում է վերև ներքև։ Տեսեք, իմ կարծիքով մենք հասել ենք այն կետին, որտեղ որ գնելը արդեն տրամաբանական է Bitcoin-ի, բայց մի հատ մինի խնդիր ունենք, մինի խնդիր կոչվածը այդքան էլ մինի չի, ավելի շատ լավ էլ մաքսի է, որը որ Ռուսաստան, ՆԱՏՕ տաքացում կա, այսինքն շատ լարված է սիտուացիան ու այդ իսկ պատճառով վտանգավոր պայթունավտանգ, նույնիսկ կարելի ասել շուկայա ու միանշանակ չեմ կարա վստահեցնել, որ այս երեկվա անկումը հենց դա է պատճառը եղել, բայց անկախ ամեն ինչից, երբ որ trade ենք անում, մենք պետքա նույնպես զգոն լինենք, որպեսզի հասկանանք ի վերջո ինչա աշխարհում տեղի ունենում, որպեսզի կարողանանք ճիշտ գնահատական տանք սիտուացիային։ Հիմա տեսեք, փաստացի հասել այն կետին, որտեղ որ ամբողջ շուկան մաքրել է, այստեղ, այս հատվածով, այս ամբողջական տարածքը եւ այլն նույնիսկ սա է մաքրել, որը որ մտածում եք արդյոք կմաքրի թե չէ զոնան, բայց մաքրելը նշանակում է ժողովուրդ stop hunting ա եղել, այսինքն market maker-ը, բանկերը եւ այլն փողերը կարողացել են իրանցով անեն ու արդեն բնականաբար շրջադարձի հավանականությունը ավելի մեծ է։ Ուզում եմ հիշեցնել մի բան, որ զուտ ովքեր որ market structure հասկանում են, մենք այստեղ ունեինք change of character դեպի վերև եւ այստեղ նույն տրամաբանությամբ ունեցել ենք չոչ դեպի ներքև, բայց օրականը դիտարկելով կարծում եմ, որ կարող ենք դիտարկել այս զոնան որպես protected low դեռևս, հետո ասեմ, որ այստեղ մենք դե trend line ունեինք, այս trend line-ը նույնպես ջարդվել էր, այստեղ նույն այդ լոգիկայով, այո, ունենք այսենց էլ trend line, որ այս trend line-ը նույնպես ջարդվել է, բայց ես ավելի շատ հիմա հակված եմ այն գաղափարին, որ եթե այստեղ չոչ ունենք, այստեղ նույնպես ունենք, բայց սա ավելի մեծ է ու ավելի զգայուն ու մենակ այդ դրա հիմքով պետքա մենք չառաջնորդվենք, այլ առաջնորդվենք, օքեյ, ինչա սպասվում մեզ, եթե ի վերջո նենց ստացվի, որ հանդարտվի ՆԱՏՕ-Ռուսաստան պատերազմի վտանգավոր իրավիճակը, շուկաները ավելի քիչ կազդվեն այս թեմայով ու կբարձրանան, երկրորդը ես ուզում եմ ձեզ հիշեցնել, եթե չեք հիշում, որ հոկտեմբեր, նոյեմբեր ամիսները ամենատոպ ամիսներն են, որ շուկան բարձրանում է։ Այդ իսկ պատճառով ես մտածում եմ, որ ժամանակն է, որ կարծում եմ նույնիսկ երկուշաբթի կարելի է անել, մի հատ live TikTok-ով անեմ, որտեղ որ քննարկելու ենք տարբեր թոքեններ, որն է բարձրացող, որն է իջնող, նույնպես թոքեններ, որը որ դուք կարծում եք լավն է կամ վատն է կամ կցանկանաք ես վերլուծեմ, նույնպես կարելի է դա անել։ Մի քիչ հետաքրքրացնենք էլի ու պլյուս դե երկուշաբթի օրը երևի թե արդեն իսկ ամսվա սկիզբը, չէ, դեռ չէ, բայց ամսի 29-ն է, բայց արդեն մոտիկանալու է էլի այն պահը, որ bull run-ը պոտենցիալ կարա լինի, bull run նշանակում է ցլի վազք, ցուլը դեպի վերև բարձրացող շուկանա, արջը դեպի ներքև իջնող շուկանա, դրա համար էլ bull run-ը կոչվում, ցլի վազք դեպի վերև։ Սա զուտ, որ ասեք bull run-ը ինչ է, իմացաք ինչ է։ Եթե ձեզ կհետաքրքրի live անենք, կարծում եմ երկուշաբթի օրը լավ օր է որ անենք, մնում է արդեն ժամը հստակեցնենք, եթե ցանկանում եք, ապա գրեք կոմենտներում իմանամ, որ հետաքրքրություն կա, որտեվ 1000 քանի դիտում միշտ ունենում ենք ու 1000 քանի դիտումից եթե զգալի մասը ինչ որ ձևով արձագանքի եւ այլն, կարծում եմ դա ինձ նույնպես կհուշի, որ այո, արժի այդ ամեն ինչը անել։ Այսօրվա դրությամբ ես կարծում եմ, որ շատ լավ հնարավորություն է, եթե իհարկե պատերազմ չսկսի, այս քանի ժամվա ընթացքում դեպի վերև բարձրանա շուկան։ Ինչը վերաբերում է նորությունների, մենք 3 շատ լավ նորություն ենք ունեցել, GDP-ն 3.8%, 3.3-ի փոխարեն, ինչպես unemployment claims-ը ավելի քիչ է գործազրկության
կարիք է եղել 233-ից 218, շատ լավ է դա։ Իսկ այսօր ունենք Core PCI Index, որը նույնպես սա ինֆլյացիայի հետ կապված է, հուսով ենք, որ սա նույնպես լավը կլինի ու արդեն կսկսի բարձրանալ։ Տրամաբանությունը ինձ համար երեկվա խիա այսքան դրական նորություն եղել ու միանգամից իջել, որ դե լավ նորություն է, մարդիկ սկսելու են առնել, իսկ շուկան, քանի դեռևս չէր մաքրել ամբողջությամբ, մի հատ սրբելուց հետո արդեն մնացածը էլ բան չի մնացել սրբելու, դրական նորություն լինի, կարծում եմ պետքա բարձրանա։ Միշտ զգուշությունը լավ բան է, իհարկե նույն տրամաբանությամբ, այսինքն մի հատ կարա մի հատ ոտ ջարդի ու սաղ աշխարհին ասի, տեսակ ինչ արեցի, բայց դեռևս իմ կարծիքով այնա որ դեպի վերև կբարձրանա այսօր։ Ձեզ լավ եմ մաղթում, հիշեք fake hike-երից հեռու մնացեք, stop loss-եր օգտագործեք ու ապահով եղեք։ Հաջողություն ձեզ։